մտածում եմ, որ սապոգը պետք է ռուսին դեղ կանգնացնի, մի քիչ էլ առաջ տարեց սապոգը, մի քիչ էլ մի երկու քայլ առաջ գնա, ինքը կարծում է, որ ինքը հաղթում է։ Երկիր քանդվում է իրականում։ Ինչ իմաստով։ Տնտեսական իմաստով է քանդվում, ինքը մտածում է, որ ոնց էլ քանդվի, դա կապ չունի, հետո սարքենք, հա, պատերազմից հետո շատ վատ էր սովետական միությունը, հետո սարքեց Ստալինը։ Թող հիմա էլ քանդվի միջև վերջ, հետո կսարքեմ ես, բայց այս րոպեին պետք է ես հաղթեմ, հեսա իր փիլիսոփայությունը, բայց երեք դարձավ ճիշտ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այսպես կոչված հայրենական պատերազմի չափ երկար է տևում արդեն այս պատերազմը Ուկրաինայում, արդեն անցանք այդ օրը, հա, էդ էլ անցավ։ Եվ ռուսական այդ զետնիկների մեջ արդեն բան առաջացավ, որ սպասի չհասկացանք այս ոնց եղավ մենք մի հատ Ուկրաինա չենք կարողանում գրավենք միջև հիմա, իսկ այն ժամանակ բաներ, դու այդ արդեն պարզ չասեմ նորից, որ այն ժամանակ ինքը կռվում էր ընդհանրապես մի ֆրոնտի վրա եւ ամերիկյան ու ամբողջ բանի օգնությամբ, Գերմանիան կռվում էր 3 ֆրոնտի վրա եւ Ամերիկայի դեմ ներառյալ ու Բրիտանիայի դեմ եւ այլն։ Եվ դրա համար կարծում եմ իրանք են հաղթել, դա էլ ռուսական բանն է մեծամտությունը, բայց ոչինչ։ Հիմա իրանց մոտ այդ հարցը իհարկե առաջանում է եւ արդեն սկսում են նորից այդ մի քիչ ասած բարով մոտ ուղղակի քննադատություն վախենում են անել, բացի որ եթե իրանց թույլատրված է այդ քննադատությունը արտահայտել, օրինակ Սալավիովին մի անգամ ասեց, իրանք հիմնականում այդ արդեն անցել են սատիրայի, սկսում են անեկդոտների ձևով բաներով անել,